Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից։ Հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 31 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Ինչպես նաեւ մեր ուղիղ եթերը հասանելի է Զարկ FM 93.2 ռադիոկայանով եւ ամեն առավոտյան ժամը 11-ից 12 ընկած ժամանակահատվածում ռադիո լսողները կարող են եւս միանալ մեր տաղավարին հավաքելով հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարը։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ ճարտարապետ նկարիչ 44-օրյա պատերազմի մասնակից կամավորական Անդրանիկը եւ Հայաստանի Հանրապետության ծնունդը ֆիլմի հեղինակ ռեժիսոր Դավիթ Ստեփանյանին։ Բարև ձեզ Դավիթ, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Դավիթ, քանի որ մենք ունենք 4 զոհ եւ 1 վիրավոր, ամեն դեպքում անդրադառնանք մեր զոհերին։ Մեր ցավակցությունը հայտնենք ընտանիքներին, դուք ինքներդ եղել եք պատերազմի մասնակից եւ գիտեք ինչ բանել լինել դիրքերում, կորցնել ընկերներ եւ ես ձեր Facebook-յան էջում տեսա, որ նրանցից մեկին դուք անձամբ ճանաչել եք։ Մի փոքր ներկայացրեք։ Այո, հրաշքի հետ առիթ եմ ունեցել ծանոթանալու 2023 թվականի աշնանը իրականացված զորահավաքների ժամանակ, զորավարժությունների ժամանակ նա իդեպ իբրև կամավոր մասնակցում էր մեր հետ եւ այսինքն զորամասի ամենատարեց մարդկանցից էր, կային նաեւ ավելի տարեց անձիկ, ասենք 70-ի մոտ մարդիկ, ովքեր ուղղակի ոգևորում էին զինվորներին, քանի որ հավասար այդ երիտասարդների հետ կամ հասուն տարիքի մարդկանց հետ այդ ամբողջ գործողություններին մասնակցում էին։ Իդեպ ասեմ, բավականին լավ զորավարժություն իրականացրեցինք եւ հենց շտաբի պետը իր գնահատականում նշեց դա այս ամբողջ ընթացքում, ասենք, տեղի ունեցած զորավարժությունների մեջ աննախադեպ էր։ Շատ խիտ, այսինքն առավոտը ժամը 6-ից մինչև ուշ գիշերը ժամը 11-ը խտացրած գրաֆիկով վարժություններ էին անընդմեջ, հետո գնացինք դիրքեր։ Եվ իր հետ առիթ ունեցա հենց այդ ընթացքում ծանոթանալու, շատ եմ ցավում տեղի ունեցածի համար։ Հայրենասեր մարդ էր, պատմում էր 44 օրյա ժամանակ ինչպես է պահել դիրքերը, ասում է ինչ որ մի սպա եկավ եւ հրահանգեց, որ դիրքերը թողեք։ Ասում եմ դու ով ես, ինչ ես, ինչ գործ ունես, քեզ ով է նման հրաման տվել եւ այլն, եւ չենթարկվեցի եւ պարզվեց, որ ինչ որ այդպեսի, այսինքն ինքը մնացել եւ պահել էր տվյալ դիրքը։ Այդ դրվագն է շատ տպավորվել, կան նման մարդիկ հայրենանվեր, ովքեր փաստորեն հաշվի չառնելով տարիքը, առողջական վիճակը նետվում են ամեն անգամ մարտադաշտ։ Ցավում ենք, որ ունենք զոհեր, բայց ամեն դեպքում կյանքը շարունակվում է եւ փորձում ենք մենք էլ այստեղ մեր գործունեությամբ ինչ որտեղ նպաստել եւ հայրենիքի այս ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր ենք առաջարկում։ Օրինակ դուք նկարահանել եք ֆիլմ Անդրանիկը եւ Հայաստանի Հանրապետության ծնունդը։ Այդ ֆիլմի մասին խոսել եք առաջին անգամ այստեղ 1 տարի առաջ Նոյան Տապանում պարոն Հարությունյանի հետ եք ունեցել հարցազրույց եւ պետք է որ այն ժամանակ հունվարի 21-ին առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեր։ Ֆիլմի մասին մի փոքր ներկայացրեք մեր հեռուստադիտողներին, որպեսզի հասկանան ինչի մասին է ֆիլմը, եւ այդ ցուցադրությունից հետո 1 տարի է անց փաստորեն ինչ արդյունքներ ունեք։ Ֆիլմի աշխատանքները ձեռնարկել եք անմիջապես 44 օրյա պատերազմից հետո 3 ընկերներով, այսինքն մեկը իմ սաներից էր արվեստանոցի իրական դպրոցը տրամադրեց մեզ օգնելու համար եւ իմ մանկության ընկերը Հարություն Աստվածատրյանը Արգենտինայում կարդաց ամբողջ սցենարը, տեքստը։ Ասեմ, որ պրեմիերայից հետո ֆիլմը բավականին արձագանք ունեցավ, քանի որ շատ առումներով կապվում է այսօրվա իրավիճակի հետ, 100 տարին մեկ կարծես պատմությունը կրկնվում է։ Եվ փաստորեն 2023 թվականին անընդմեջ ցուցադրվեց մարզերում տարբեր այդ գյուղական սահմանային հատկապես հատվածներում, ինչպես նաև Սփյուռքում
Լոս Անջելեսում օրինակ մարտ ամսին, ապրիլ եւ մարտ ամիսներին երկու ցուցադրություն եղավ։ Աշոտ Կոշկակարյանը եւ Գագիկ Գինոսյանը լուսահոգի արդեն ներկայացրեցին այն հենց Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Մինչև այս տարեվերջին արդեն դեկտեմբեր ամսին նորից խտացրած այդպես գրաֆիկով շրջագայություններ եղան, քանի որ անկեղծ ասած ես դիմել եմ միայն առաջի երկու անգամ, այսինքն անձամբ տարել եմ մարզեր, առաջարկել եմ դիտում, քանի որ ոչ կոմերցիոն ֆիլմ է, ազատ դիտումներ էին կազմակերպվում, բայց հետագայում արդեն ովքեր որ տեսան, սկսեցին իրենք նախաձեռնել, կանչել ու այդպես հազիվ հասցնում էի հիմ միջոցներով ուղղակի շրջագայել մարզերով գնում էի ներկայացնել, որտեղից կանչում էին։ Վերցրել եք դա փաստորեն փաստավավերագրական ֆիլմ է։ Ինչու փաստավավերագրական ֆիլմ եւ ոչ թե ենթադրենք գեղարվեստական խնդիրը որտեղ է եղել միջոցների սղությունը, ինչն է պատճառը, որ դուք հենց հավաքագրել եք այդ հին վավերագրական փաստորեն ժապավենները, լուսանկարները։ Դե իհարկե գեղարվեստական ֆիլմի համար ահռելի միջոցներ են պահանջվում, դերասաններ եւ այլն այդ հսկա գումարներ են։ Իդեպ ասեմ վավերագրական ֆիլմի համար էլ է պահանջվում, բայց ամբողջ ֆիլմը արել ենք բացառապես մեր էնտուզիազմի հաշվին, այստեղ նույնիսկ ես ինքս եմ անձամբ բավականին այդպես լուրջ ծախսերի գնացել, 2 տարի անընդմեջ աշխատել ենք ու բացի այդ կարիք կար հենց ավելի պատրաստի լսարանին տեղ հասցնելու ճշմարտությունը, քանի որ ի վերջո ամեն անգամ բարթել մատաղ սերնդի ուսերին հատկապես այս գոյաբանական փուլում կարծում եմ այդքան էլ ճիշտ չէր, այդ ամեն ինչին մղեց իրավիճակը, ճիշտն ասած, հենց պատերազմից հետո մենք տարիներ շարունակ կոծկել ու կեղծել ենք պատմությունը եւ ահա հանգել ենք այդ կեղծիքների, այսպես ասած, արդյունքին։ Եվ սովետական տարիներին, եւ դրանից առաջ, իդեպ ասեմ, որ ֆիլմում արկա է դրվագները, օրինակ այն ժամանակվա կառավարության հետ խնդիրները չեն վերաբերվում բացառապես տվյալ շրջանի հետ կուսակցության հետ հարաբերություններին, դա տարիներով, դարերով արձագանքում է բոլոր ժամանակվա իշխանությունները, քանի դեռ ուժ չունեն, քանի դեռ ամբողջապես հզոր ու կայացած չեն, փորձելու են հեշտ կառավարվող հասարակություն ձևավորել եւ փորձելու են դրա համար կոծկել շատ իրողություններ, փորձելու են այդ հզոր կերպարներին երկրորդ պլան մղել եւ դափիները քաշել իրենց վրա։ Սա էր պատճառը, որ նախ եւ առաջ դրա կարիքը կար, քանի որ ասեմ, որ ահռելի գրականության ցանկ կա հղումներում, որոնք ներկայացնում եմ ամեն մասից առաջ, եւ ես ինքս ակադեմիայում պատմաբանների հետ քննարկել եմ շատ հարցեր, շատ բաներ, այդ թվում հենց նեղ մասնագիտական խնդիրներ, օրինակ զորաշարժերը եւ այլ հարցեր, որտեղ հակասություններ է հանդիպում գրականության մեջ, ինքս պրպտել եմ թուրքական աղբյուրներում, այնտեղից եմ ինչ որ բաներ հանել, համաձայնեցնելով պատմաբանների հետ առաջարկել եմ, որ այդ տեսակետը իմ տարբերակը ներկայացնեմ։ Ու որոշ բաներ էլ ասեմ, որ հենց այդ հանրապետական կուսակցության ժամանակվա պատմագիտությունը, որը ներկայացրեց, օրինակ Հարաքիլիսայի փակած արխիվները արդեն բացվեցին եւ տպագրվեցին մի հատորի մեջ, նրանց մեկնաբանություններում որոշ հակասություններ գտնելով գնացել էլի քննարկել եմ հետները եւ ընդունել եմ, որ կա նման բան, հա։ Թույլատրելի կամ որքանով են խոսում։ Հա, կա օրինակ Անդրանիկի հուշերից կան կտորներ, որ ոչ մի պատմաբան չի տեղադրում։ Ոչ մի պատմակ չեմ հանդիպել ուղղակի։ Որ օգտագործել եք հենց ձեր ֆիլմում եւ առաջին անգամ է դա Հարությունյանը։ Կոնկրետ այդ ինչի որ մասին որ ներկայացնում եմ, օրինակ դա այդ 17 թվականին Արևմտյան Հայաստանը պահելու ծրագիրը 30,000-անոց զորք ունենալու ծրագիրը այդ հատվածը չկա, այտենց նշած էլի ընդհանուր ավելի
մինչև մայիսյան հերոսամարտեր այդ դրվագը ներկայացվում է առաջի մասում հպանցիկ, շեշտը դրված է մայիսյան հերոսամարտերի եւ առաջին հանրապետության ստեղծման վրա։ Հիմնականում այդ ակադեմիական պատմությունն է ու նաև այդ Ղարաքիլիսայի արխիվային փաստաթղթերը, որոնք արդեն տպագրվել են եւ հնարավորություն են տալիս արդեն առանց պատմաբանի վերլուծության հստակ պատկերացում կազմել, քանի որ այսինչ օրը այսինչ հրամանագիրը եղավ, բարձ է դառնում, օրինակ Զորավար Նազարբեկյանը ինչպես էր հաղթանակի հենց օրերին, ասենք երբ որ Ղարաքիլիսայում նույնիսկ ամենահաղթական մարտերն էին մղվում, դիմում ազգային խորհրդին Թիֆլիսի, որ ամեն գնով հաշտություն ստորագրեն թուրքերի ցանկացած պայմանով ու շատ բաներ լուսաբանվում էին արդեն։ Իսկ ինչու հենց Անդրանիկի մասին։ Սա ձեր առաջին ֆիլմն է, չէ՞։ Որպես ռեժիսոր, որպես Այո, առաջի ֆիլմն է, ինքս չէի պատկերացնում, որ նման գործ կանեմ, շատ հեռու եմ եղել այդ ամենից, թեպետ դե ասեմ, իբրև նկարիչ, ճարտարապետ, որպես արվեստի ինչ-որ ճյուղի մասնակից, պարզվեց, որ մոտիկություն կա այդ ամենին։ Այսինքն ֆիլմի ստեղծմանը ձեր մասնագիտությունը օգնեց, իհարկե օգնեց այդ կադրերը մոնտաժելը դժվար էր, բայց ոնց որ ասած նկարիչի աչքով ինչ որ որսում էի արագ, այդ ուսանողից ասում էի, որ այդ ֆիլմերը ուղարկի, այսինչ դրվագները պոկի ուղարկի, ես սովորեցի ու սկսեցի արագ մոնտաժել։ Իհարկե 2 տարի տևեց, որովհետև դե այսինքն Եվ ինչու Անդրանիկը։ Անդրանիկի հանդեպ կա շատ մեծ անարդարություն, Անդրանիկը ի վերջո հավաքական կերպար է, դա մի անձի պատմություն չէ, մորթապաշտի ու կատարելապաշտի մի ամբողջ հավաքական պատմություն է ներկայացվում։ Ու այդ պատմությունն է, որ սենց դա արդեն փաստորեն 100-ամյակով կոծկվում է, չի ներկայացվում ճշմարտությունը ամբողջապես ներկայացվում է գոնե կես ճշմարտությունը։ Նաև հենց այդ շրջանի այդ առաջին հանրապետության ստեղծման եւ արդեն այսօրվա գոյացած խնդիրների հետ կապված աղերսները մեծ են։ Հիմա արդեն խոսակցություններ են գնում 4-րդ հանրապետություն ստեղծելու ինչ որ խնդիրների հետ կապված ու ամեն դեպքում ֆիլմը դիտողները ամբողջապես ընկալում են ուղերձը։ Դավիթ, մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո մի քանի լուսանկարներ ցույց կտանք, խոսենք այդ լուսանկարների մասին եւ կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Համակարգիչների եւ հեռախոսների վերանորոգում, անվճար դիագնոստիկա, պահեստամասեր, աքսեսուարներ։ Legion Store, բարձր որակ, մատչելի գներ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Մեծ Լոս Անջելեսում ցանկանում եք բնակարաններ գնել, վաճառել կամ վարձակալել, բոլոր այս հարցերով ձեզ կօգնի Ջոն Հարտ անշարժ գույքի գործակալության հայտնի եւ փորձառու բրոկեր Ջուլիետ Թունյանը։ Դրա հետ կարող եք կապ հաստատել 818 395 7321 հեռախոսահամարով կամ այցելել Ջոն Հարտ Real Estate 330 N Brand Boulevard Suite 130 հասցեով։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 Նոյան Տապան լրատվական վերլուծական կենտրոնը մրցութային կարգով աշխատանքի կվերցնի գովազդի վաճառքի մասնագետներ։ Զանգահարել 055 50 90 50 հեռախոսահամարով։ Այս պահին Նոյան Տապան հեռուստածրագիրը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետությունում Team Telecom Company, Arpinet, iNet, Interlink, Planet, Meganet եւ եւս այլ 14 մալուխային TV-ներով Երևանում եւ ողջ հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետությունից դուրս ԱՄՆ-ում գործող AABC, Los Angeles, Nur TV Networks, Fresno, Paramount, Las Vegas հեռուստաընկերություններով շաբաթը 5 օր օրական 1 ժամ ինտերակտիվ ուղիղ եթերներով եւ Connect 2 TV բոքսերով 24 ժամ 7 օր։ Նոյան Տապան հեռուստաընկերության YouTube-յան 3 ալիքներն այս պահին ունեն շուրջ 300,000 բաժանորդ եւ ամսական 5 միլիոն դիտում։ Նոյան Տապանում գովազդ տեղադրելու համար զանգահարեք մեզ +374 55 50 90 50 հեռախոսահամարով կամ գրեք մեզ կոնտակտ shnik.am կամ noyantapan20@gmail.com հասցեներով։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է ճարտարապետ նկարիչ, 44 օրյա պատերազմի մասնակից, կամավորական, Անդրանիկը եւ Հայաստանի Հանրապետության ծնունդը ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը։ Դավիթ, փաստորեն Անդրանիկի մասին ֆիլմ, 1 ժամ 20 րոպեանոց 4 մասից բաղկացած։ Ինչպես է այդ մասերը, ինչով է պայմանավորված, ինչու 4։ Ըստ էության բովանդակությունը կարծես ամբողջանում էր 4 բովանդակության մեջ, առաջի մասը Արևմտյան Հայաստանի անկման տենց հիմնախնդիրներն է անդրադառնում, երկրորդ մասը մայիսյան հերոսամարտերում Անդրանիկի մասնակցությունը, քանի որ այդ մասին էլի մեծ առումով հանրայնացված չգիտեն, երբևէ տեսել եք Անդրանիկի ասենք ինչ-որ նկար կամ նրա մասին ինչ-որ խոսք ասվի պաշտոնական այդ օրերի հետ կապված, այն հայտնի ռազմաճակատների ղեկավարներին են նշում Սիլիկյան, Նազարբեկյան, դրո, ասենք լավագույն դեպքում արդեն Նժդեի անունն էլ չեն տալիս, քանի որ ուղղակի մասնակից էր, ասենք տենց գլխավոր հրամանատարներից չէր, բայց շատ կարևոր դերակատարում ուներ։ Իսկ Անդրանիկը, որը ամենադժվար գործն է այդ ժամանակ իրականացրել, նախ առաջի մայիսյան հերոսամարտը սկսողն էր, երկրորդը, երբ որ ամբողջ զորքը, այդ թվում Նազարբեկյանի այդ բազմահազարանոց բանակը խուճապահար նահանջում էր Դիլիջան, Անդրանիկը միակն էր, որ իր 3000 հոգանոց զորքով եւ ահռելի գաղթականության բեռը ուսերին այնպիսի սխրանքներով ճակատամարտներ էր մղում եւ ոչ թե եղել է ճարահայցալ պաշտպանող կողմ, այլ հենց ամսի 16-ին Նազարբեկյանի հենց խնդրանքով հարձակվող կարծես հարձակվել է հենց կասեցնելու համար թուրքերի այդ շարժումը։ Ես մի ուշագրությունում գտա այդ թվերի հարաբերությունը, որ տասնապատիկ անգամ մեծ ուժերի դեմ է դուրս եկել, քանի որ դեպի Գյումրի, այսինքն նշանակում էր այդ ամբողջ զորքի դեմ դուրս գալ, որ հետագային բաժանվեց այդ 3 ռազմաճակատների։ Այնտեղ հետո Ստեփանավանում այդ նահանջելու ճանապարհին Ստեփանավանում 2 օր շարունակ մեծ էլի կռիվներ են գնացել, այսինքն ընդհանուր առմամբ ընդհանուր կտրվածքով 7-8 օր անընդմեջ թեժ մարտեր է վարել այն շրջանում, երբ այդ առաջի շաբաթը ամբողջ հայոց զորքը խուճապի մեջ էր, վերնախավը որոշում չէր կայացրել դեռ հստակ պատերազմի մտնելու։ Թիֆլիսից Խաջազնունին եւ մյուսները հրահանգում էին թուրքերի դեմ զենք չբարձրացնել եւ հա այդ պայմաններում Անդրանիկը միայնակ մարտնչում էր։ Տեսեք դրոն ապարանում 4 օր, ասենք Նժդեը 3 օր Ղարաքիլիսայում, Սիլիկյանը 5 օր Սարդարապատում, իսկ Անդրանիկը 8 օր այդ ամբողջ զորքի դեմ։ Այնտեղ շատ հարցեր կան վիճահարույց արխիվներում, օրինակ Նազարբեկյանը, որ մեղադրում է վերջում պատասխան նամակում Անդրանիկին, որ չպահեցիր Ղարաքիլիսան, չպահեցիր Ստեփանավանը, Ջալալօղլին այն ժամանակվա նահանջեցիր դսեղ, մերկացրեցիր Ղարաքիլիսայի թիկունքը, բայց երբ որ ուսումնասիրում ես մանրամասները, տեսնում ես, որ նույն Նազարբեկյանը, երբ որ Անդրանիկը 1 դիվիզիայի դեմ, 5-րդ դիվիզիայի դեմ մարտնչում էր, թուրքական 2 դիվիզիաների առաջընթացից ճողոպրում է Դիլիջան։
եւ մերկացնում է Անդրանիկի թիկունքը։ Այսինքն այն ժամանակ, երբ Անդրանիկը Ստեփանավանում էր, դեռ նրանք Ղարաքիլիսայում մարտնչելու ոչ դրամատրություն ունեին, ոչ էլ պատկերացում։ Անդրանիկի թիկունքից բացվել էր 2 դիվիզիաներով շրջանցվելու վտանգը եւ գրագետ էր շատ, այսինքն ռազմավարական տեսանկյունից դիտարկելիս շատ գրագետ որոշում է, որ այդ ամբողջ գաղթականությունը ուղղակի մեծ չառնվի եւ որ Թիֆլիսի բնակչությունը, որ այն ժամանակ հայերը, որտեղ ավելի մեծ քանակ են կազմում, քան վրացիներն ու մյուս ազգերը, կոտորածի չենթարկվի, նա ուղիղ գծով շարժվում է դեպի Դսեղ, կասեցնելու այդ երկաթուղու ճանապարհը եւ շրջափակումից դուրս գալու համար։ Այսինքն ինչ է դուրս գալիս, որ այդ մեծ զորքը ղեկավարող անձը ինքն է նախ բացում թիկունքը, բայց մեղադրում է Անդրանիկին իր թիկունքը բացելու համար։ Ու երբ որ այսպես մանրամասների մեջ խորանվեց ինչու չմասնակցեց այդ խնդրանքը մասնակցելու երբ եկավ ինչ պայմաններ էին, կոնտեքստը լրիվ այլ է ներկայանում, քան այն պարզունակ տարբերակը, ինչ որ մեզ գիշեր-ցերեկ հրամցնում են այդ օրերին, որ ահա տեսեք չմասնակցեց, ինչ որ Թումանյանի հետ էր խմում Դսեղում եւ այլն։ Մենք խնդրենք թող ցույց տան լուսանկարները եւ մի փոքր էլ այդ լուսանկարների հիման վրա, հա, դրանք փաստորեն արխիվային լուսանկարներ եք օգտագործել։ Այո, այստեղ Բրեսլիտովսկու պայմանագիրն է, բոլշևիկները, ինչպես գիտենք, այդ ժամանակ պարտավորվեցին թուրքերին հանձնել թե Արևմտյան Հայաստանը, թե այն տարածքները, որոնք մինչ այդ ժամանակ մտնում են ռուսական կայսրության մեջ, Չկարսի ու Արդահանի նահանգները եւ դրանից հետո հայկական զորքի այդ մարտունակ ոգին ավելի կոտրվեց, այդ դասալքությունները, դավադրությունները մեծ ավելի տենց թափ ստացան, հուսահատություն կար, որ արդեն առանց այդ ռուսական օժանդակության հնարավոր չի լինի պահել։ Իդեպ մեծ ռեսուրս ունեինք, օրինակ եթե կարողանային կազմակերպել առաջի աշխարհամարտ մեկնած 150,000 հայ Նիկոլայ II-ի հրահանգով մեկնել էր առաջի աշխարհամարտի գերմանական ճակատ, բայց նա չթողեց հայերը կռվեն հայ-թուրքական ճակատում, որ հետագայում այդ ամրությունը չունենան եւ այսպես ասած այդ առաջապահ ֆիդայիներին մենակ թողեց, բայց արդեն պատերազմի ավարտից հետո այդ մարդկանց մեծ մասը շուրջ 100,000 հոգի պատրաստի կադր կար արդեն պատերազմից գերմանական ֆրոնտից վերադարձած, որոնց հողեր բաժանեցին եւ նրանք մնացին Կովկասում, կարող էին գային եւ Էրզրումի գիծը պահեին, այդ իդեպ ռուսներն էլ ահռելի քանակի զենք ու զինամթերք էին թողել, բայց նման բան տեղի չունեցավ, շատ քիչ մարդիկ էին, ովքեր դուրս եկան առճակատման եւ Էրզրումում մնացած զորքն էլ էլի այդ հուսահատության ու արդեն այդ Լենինի այդ քարոզի տակ անկցի պատերազմը այդ փախուստային դրամատրությամբ էին։ Մինչդեռ թուրքերը այդտեղ թիվը նշված էր 25,000, աղբյուրներում նշվում է 25-ից 30,000, այս վերջի Հրաչիկ Սիմոնյանն էլ է այդպես նշում ակադեմիական գրականության մեջ, Կարոս Ասունին նշում է 50-ից 60,000, նույնիսկ եթե ընդունենք այդ թիվն է, մեր ունեցած ռեսուրսը շատ ավելի մեծ էր։ Սա այդ թվերի մասին խոսող հենց նկարն է 50,000-ից 60,000։ Ու սա համարվում է չափազանցացված թիվ, ավելի ճշգրտված տարբերակով այդ 25-ից 30,000-ով այդ ամբողջ 200,000 քառակուսի կիլոմետր տարածքը 1.5 ամսվա ընթացքում գրավելով եկան հասան Սարդարապատ։ Ու իդեպ էլի նույն մտայնությունը կար վերնախավում, որ քանի որ Բրեսլիտովսկի այդ պայմանագիրը ռուսների հետ արդեն ստորագրել են եւ թուրքերի հետ նաեւ գերմանացիներն են ստորագրել, ուստի դժվար թե խախտեն, էլ Արաքսի ծեսկոմ չեն անցնի։ Եվ Անդրանիկի բոլոր այդ հորդորները, որ նախ եւ առաջ Կարսի Բերթաքաղաքի զենքն ու զինամթերքը տեղափոխեք, Լորի, Ալեքսանդրոպոլի զենքն ու զինամթերքը տեղափոխեք, որտեղ դրանք վտանգված են, այդ չեն կարողանալու պահել եւ ավելի ապահով տեղ տարեք ու դիմադրությունն էլ միանգամից այդ բարձունքներում կազմակերպեն, այսինքն ականջալուր չեղան եւ տեղ ունեցավ այդ ողբերգությունը, քանի որ հենց նույն ինչպես որ այս վերջերս նկատեցիք այդ մեր հսկա քանակության զենքը մնաց Արցախում նրանց ձեռքին, այդպես էլ մեր ունեցած այդ ժամանակվա այդ պահեսները ծառայեցին թուրքերին
հենց մեր դեմ կիրառվեցին, Ղարաքիլսայում ասում են զենք չկար, զենքի խնդիր կար, ինչ որ զինամթերքի, բայց այդ ամբողջը տենց ահռելի քանակով վատնվեց, վագոնները դատարկվեցին, մի խոսքով։ Հիմա դուք փաստորեն ձեր ֆիլմը համեմատում եք, ինչպես ասացիք, 100 տարին մեկ պատմությունը կրկնվում է։ Իսկ ֆիլմը ցուցադրելու ժամանակ ունեցել եք ինչ-որ դժվարություններ, մարզերում ցուցադրելու հետ կապված, որտեղ որքան հասկանում ենք, պատկան մարմինները այս ֆիլմից տեղյակ չեն։ Տենց առանձնապես դժվարություններ չէ, ինչ որ օժանդակություններ էլ չկան, պարտիզանական ձևով է ընթանում, ինչպես որ այն ժամանակվա պայքարն է եղել կամ այսօրվա նվիրյալ մարդիկ, ովքեր կամ մտահոգ են խնդիրներով, ովքեր դիտել են ու սրտացավ են, ուզում են որ տարածվի, իրենք են կազմակերպում հիմնականում կանչում են, ես ինքս այնց պատրաստական եմ գնում եմ ներկայացնում եմ։ Դավիթ, փաստորեն ֆիլմի ստեղծումը ուներ իր նպատակը, այդ նպատակին դուք հասաք, թե տեսեք, ես ճիշտն ասած չէի անդրադառնա մի պատմության, որը բացառապես այդպես ողբերգական ու ծանր դրվագները բացահայտեր, որովհետև այդ ամենը եղել է, բայց եղել են նաև այնպիսի մարդիկ, ովքեր նայելով այդ տարի իրականության մեջ կարողացել են դրանից հետո նոր ոգևորվել ու հետևություններ անել։ Ու այո, նվիրված ձևով շարունակել պայքարն ու չհանձնվել։ Մինչդեռ այսօր փափուկ բարձ են դնում անընդհատ ժողովրդին եւ սովորեցնում են կարծես այդ կարճ լիցքավորված ձևի ոգևորվելու տարբերակը, այսինքն եթե մարդիկ իմանան են օրինակ, որ մեր փառապանց բանակը հաղթում ջախջախում է, տենց ոգևորված վազում են առաջնագից, հետո որ տեսնում են իրավիճակը շատ լուրջ է, միանգամից ասում են ահռելի քանակի փախուստներ են եղել, սա եղել է, նա եղել, այդ ոգին են կոտրել, փոխանակ կոփեն, օրինակ ինքս այս ինչու եմ նաև նշում, որ մասնակից եմ, որովհետև հենց այդ պատերազմի ժամանակ տեղ ունեցած դեպքերը ու այդ պատմության դրվագները ավելի կարծես սուր է զգում։ Գագիկ Գինոսյանը իդեպ Վովա Վարդանովի տեղակալն էր այն ժամանակ այդ Սորամասում, գաղափարական գծով առաջնորդներ եւ մեր հետ զրուցում էր հաճախ, նրա համար այդ հերոսները մեռած մարդիկ չէին, կենդանի գոյություն ունեցող մարդիկ էին ու դա էր պատճառը նաև, որ կարծես մենք ոչ թե միայն այսօրվա այս շղթան ենք քաշում, այլ այդ ամբողջ պատմության շղթան։ Ինքս ասեմ, որ ի սկզբանե, ասենք, մեծ հավանականություն է տեսնում, որ կարող է պարտվենք, որովհետև շատ լավ են պատկերացրել մեր բանակի այս 30 տարվա ունակությունը, եւ որքան էլ որ դա այսպես ասած ներկայացրել են տենց փայլուն գունազարդված տարբերակով, ամեն դեպքում ծառայել եմ 2003-ից 5 թվականներին, տեսել եմ թե ինչ ստրուկտուրա էր, ինչ մոդել էր, ինչպես են, ասենք, մարտունակությունից գծում զինվորին, ուղղակի այդ շարային անող ինչ որ ցուցադրական վիճակի են բերում եւ զգում էի, որ այս կեղծիքի ներքո չենք կարող մենք լուրջ հակադարձել թշնամուն, եթե վերջինս հզորանա մեր բախտը բերում էր ուղղակի նա այլ ժամանակին դեռ կայանում էր եւ այդ ընթացքում ուղղակի այդպես բախտի բերման կարողացել ենք պահել։ Իսկ ֆիլմը նպատակ ուներ այդ ոգին պահելու։ Այդ ոգին պահելու, որովհետեւ ավելի ծանր վիճակներ են եղել փաստորեն, շատ ավելի ծանր իրավիճակներ են եղել ու այդ ծանր իրավիճակներում մենք կարողացել ենք չկոտրվել, չհուսահատվել ու պայքարել, հասնել արդյունքի։ Թող ոչինչ, թող պատմությունը, այսինքն առայժմ գուցե Դափնիները տա, ասենք, հորինած ինչ-որ հերոսների, թող այդպես լինի, բայց մեկա ճշմարտությունը միևնույն է ջրի երես դուրս կգա։ Ֆիլմը փաստորեն դեռ շարունակում եք ցուցադրել մարզերում եւ փետրվարի 25-ին Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ ունեք որոշակի պլաններ։ Անցած տարի օրինակ Վանաձորում միշտ մեծ շուկով նշում են, հրավիրել էին այդ մեծ դահլիճում, սառը ցուրտ դահլիճում չջեռուցվող բավականին խիտ լցվել է ժողովուրդը,
դիտեցին, այս անգամ կանչել են, բայց արդեն ամսի 26-ին, այսինքն հաջորդ օրը հավանաբար ինչ-որ դահլիճի հետ կապված խնդիրներ են եղել, ամսի 26-ին ներկայացնելու եմ։ Նորից Վանաձոր է գնալու։ Վանաձորում, այո։ Դավիթ, դուրս գանք մեկ անգամ եւս կարճատև գովազդային դաթարի եւ որից հետո փաստորեն ամփոփենք ֆիլմի հետ կապված ձեր ասելիքը եւ անդրադառնանք վերջին այս մեր մի քանի օր առաջ մենք կորցրեցինք նաեւ Գագիկ Գինոսյանին, ձեր լավ մարտական ընկեր, ուսուցիչ, խոսենք նաեւ նրա թե ինչ թողեց եւ ինչ տվեց ինքը իր ներկայությամբ ձեզ։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Դավիթ, եթե ամփոփենք, փաստորեն ձեզ գոհացնում են արդյունքները այս ֆիլմի հետ կապված, այնինչ որ պատկերացրել եք, կարողացել եք էկրանով ցույց տալ, դա ոգին պահելն է, ցույց տալ, որ ավելի ծանր պայմաններում ենք եղել եւ այն ժամանակ այս հնարավորություններն էլ չկար, զենք, զինամթերք, այս հնարավորությունը տեխնոլոգիաների, մենք դուրս ենք եկել, ստեղծել ենք հանրապետություն, հիմա էլ չպետք է վհատվենք։ Իսկ կա ցանկություն շարունակելու, որովհետև ամեն ինչը հնարավոր չէր այդ 4 մասից բաղկացած մեկ ֆիլմի մեջ ցուցադրելու։ Նամանավանդ ինքներդ էլ ասում, որ երբ ուսումնասիրում եք այդ արխիվային փաստաթղթերը, կան ինչ-որ պատմություններ, որոնց մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք եւ հնարավոր է նոր հանրությանը դրանք ներկայացնել։ Այո, իհարկե ցանկություն կա, քանի որ հենց կարծիքների գրքում, այսինքն ես միշտ տանում եմ կարծիքների գիրք, մարդիկ արձագանքում են ու այդ ցանկությունը հայտնել են։ Ընդհանուր առմամբ մարդկանց մոտ այն տպավորություններ, երբ որ ես հարցնում եմ, թե ինչ տիպի արձագանք է թողնում, ասում են, որ ինչ-որ սթափեցման կոչ կա ֆիլմում, տենց կարծես թափ տվող ֆիլմ լինի, որովհետև շատերի համար փաստերը ուղղակի ցնցող են, թեպետ ասեմ պատմագիտական առումով դրանք նորություն չեն, այսինքն կամ բայց չեն հարայնացվում։ Եվ նույնը կարծում եմ հաջորդ մասին կվերաբերվի, տեսեք, ինչու հենց էլի Անդրանիկի թեման, քանի որ այդ ժամանակ, այդ տարիներին Սյունիքը բացահայտ հանձնված է եղել թշնամուն պայմանագրով։ Նժդեի ժամանակ դա վիճահարույց տարածք էր։ Նա մնաց այդ իբրև երաշխիք, այնտեղ այդ թաթարական թուրքական գյուղերը շարունակեց մաքրել, ինչպես որ Անդրանիկն էր անում, այլապես եթե նույնիսկ ընդունենք, որ սովետական պատմագիտությանը համաձայն, որ այսպես թե այնպես սովետը թողնելու էր Հայաստանի կազմում, ինչ վիճակում էր թողնելու, երբ որ այնտեղ բնակչության կեսը առնվազն թաթարներ, այդ թուրքեր եւ պատկերացրեք ինչ կարգի աճ կտային այդ մուսուլմանները տարիների ընթացքում, բայց եւ այնպես նաև կարևոր էր այն առումով, որ այդ երաշխիքը չկար ու սովետական միությունը թույլ էր կարող էր թուրքերի հետ, ասենք Մոսկվայի պայմանագրի հետ կնքելու ժամանակ, եթե Նժդեի զորքը չլիներ, Ղարաբաղի զորքը լիներ, էլի Սյունիքի բնակչությանը գլխատեին ու այսինքն պահանջեին արդեն իրենցով անեին էլ այդ տարածքները, բայց Անդրանիկի ժամանակ շատ ավելի ծանր էր, շատ ավելի օրասական էր, 40,000-անոց հայկական զորքը գլխահակ ենթարկվել էր Օսմանյան այդ հրամանատարությանը, Խալիլ Փաշան արդեն դարձել էր այդ, որը ժամանակին Անդրանիկի կողմից ջախջախիչ պարտություն էր կրել Թիլմանի ճակատամարտում, անկախ Հայաստանի տերն ու տիրակալն էր դարձել։ Նրան գրկապած ընդունում էին, տանում, այդպես ասած, պատիվներ էին տալիս, փորձում էին ամեն կերպ այդ դիվանագիտորեն շողոքորթելով հանգստացնել, մինչդեռ պահանջային էր, որ Անդրանիկը պետք է հեռանա Սյունիքից, նա ի վերջո այդ տարածքները դուք հանձնել եք, այդ թվում ասեմ, որ Արցախի հարցը կրկին Անդրանիկի ներկայությամբ էր պայմանավորված, եթե հենց Արցախի այն ժամանակվա նախագահը, ազգային խորհրդի նախագահը իր նամակում նշել էր, որ Արցախը գոյություն ունի միայն նրա շնորհիվ, քանի դեռ դուք այդտեղ Սյունիքում եք գտնվում։ Այդ ահից թուրքերը չէին համարձակվում շատ ավելի ծանր վիճակի մեջ հասցնել այդ տարածքներին։ Եվ նորից ասեմ, որ այն տարածված տեսակետը իբրև թե Անդրանիկին կանգնեցրեցին անգլիացիները, այդ թվում գռեհիկ մեկնաբանություններ կան, օրինակ գրանտ տվեցին եւ նա առաջ չշարժվեց եւ այլն, այդ թուրքահաճո տարբերակով այսօր էլ ասենք մեր մոտ խոսում են, ներկայացնում են ինչ որ բաներ,
կրկին որ ուսումնասիրում ենք ոչ միայն չի նահանջել, այսինքն կանգնել է այդ գրաված տարածքում, միացրել է Սյունիքի ու Արցախի այդ ճանապարհը, կապել է իրար, առաջ չի շարժվել, քանի որ հստակ դաշնակիցները սպառնում էին այդ կոնֆերանսում, Փարիզի կոնֆերանսում ի վնաս Հայաստանի հարցը լուծել, բայց եւ չի նահանջել։ Ու երբ որ արդեն անգլիացիները տիրանալով Բաքվի նավթին հստակ հայտարարեցին, որ ճանաչում են Սյունիքն ու Արցախը Ադրբեջանի մաս, այդպիսով թուրքերին կարծես հասկացնելով, որ նոր հարձակում գործեն եւ այդ նոր հարձակումները եղավ Անդրանիկը եւ իր այդ այսինքն եւ տեղացիները ժողովուրդը հստակ դիմադրությունը շարունակել են։ Անդրանիկը նաեւ Արցախին ուղարկում էր զենք զինամթերք դրամ եւ պարզ էր դարձել, որ նույնիսկ սպասվում էր նրա երկրորդ ռազմերթը դեպի Շուշի։ Նա հստակ կոչով նամակով դիմել էր, թեպետ աշխատում էր բարիդրացիական հարաբերություններ պահպանել, քանի որ կախվածության մեջ էր այդ հարցը Արևմտյան Հայաստանի անկախության դաշնակիցներից, բայց կա այդ նամակը, որով նա դիմում էր նրանց հրամանատարությանը, որ կտրականապես մերժում է այդքան մեծ հայկական բնակչությամբ այդ մեր տարածքները թշնամուն զիջելու նրանց այդ վարած քաղաքականությունը։ Եվ այս առումով իհարկե այդ երկրորդ մասը շատ ավելի ծավալուն կլինի, եթե ներկայացվի պատմությունը։ Ի վերջո այս ֆիլմում ժամ 20 րոպե ներկայացվել էր ընդամենը 20-օրյա մի դրվագ այդ մայիսյան հերոսամարտերից։ Տեսեք, դուք այդ ֆիլմը երբ որ ցուցադրել եք Արցախը այդ ժամանակ ընդամենը շրջափակման մեջ էր, բայց հիմա այս երկրորդի մասի վրա որ աշխատում եք, Արցախը հայաթափված է։ Ինչ որ մտորումներ ունեք զուգահեռներ անցկացնելու եւ ինչով պետք է ավարտվի այդ ֆիլմը։ Դե ամեն դեպքում կարծում եմ ոգևորիչ կլինի այն պատմությունը, թե ինչպես այդ արդեն շրջափակված Արցախի ճանապարհը բացելու համար Անդրանիկը սկսում է իր ռազմերթը եւ ինչպես ասենք այդ նույն այնտեղ մի դրվագ կա, որ մի ծերունի թեպետ Արցախից պատգամավորներ են ուղարկում, ովքեր ասում են, որ խորհուրդ են տալիս սյունեցիներին հնազանդվել, ինչպես իրենք են հնազանդվել, բայց մի քանի օր անց մի ծերունի, այդպես շատ հանդուգն ծերունի ձեռնափայտի մեջ նամակ է բերում Անդրանիկին, որտեղ նշվում էր, որ չնայած մի բուռ կապիտուլյանտներ ենթարկվել են թուրքերին, բայց մեծ առումով գյուղերի բնակչությունը եւ Արցախի ժողովուրդը չի հնազանդվում եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ։ Կարծում եմ այդ ամենը ոգևորիչ կլինի, այո, իհարկե հիմա էլի շատ այդպես կարծես անհույս իրավիճակ է, բնակչություն չկա, ի վերջո բնակչությունն է պահում տարածքը։ Չգիտեմ, այս աշխարհաքաղաքական այս վայրի վերումների մեջ հիմա ոնց որ Ռուսաստանը էլի կարող է փորձի իր այդ ազդեցությունը պահելու համար նորից վերաբնակեցման ծրագիր ինչ որ մշակի իր այդ զորքը տարածաշրջանում, որ պահի խաղաղապահներին եւ այլն, ավելի շատ հիմա ոնց որ ասած մեծ առումով բախտի վրա ճոճվում ենք ու նման հզոր կերպարներ առանցքային դեր տանող առայժմ ի հայտ չեն եկել։ Չգիտեմ, միգուցե դրանք պատմության են չափազանց ծանր իրավիճակներում են ծնվում, ասենք, օրինակ Հայոց Եղեռնը, այս մեր պատմության այդ ամենածանր օրերից մեկն էր եւ այդ հերոսները այդ ժամանակվա այդպես ասած կոնտրաստ։ Այսինքն հույս ունեք, որ նոր Անդրանիկ է լինելու։ Դե եթե իրավիճակները ավելի ծանրանան, նման բան լինում է, փաստորեն։ Հետևենք ֆիլմի հետ կապված զարգացումներին, դուք մեզ կներկայացնեք, ամեն դեպքում գոհացուցիչ են արդյունքները, 1 տարի անց շարունակում եք երկրորդ մասի վրա աշխատել եւ անդրադառնանք Կարին ավանդական երկիպարի խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։ Ձեզ համար ավագ ընկեր, ուսուցիչ, մարտական ընկեր։ Այո, իհարկե շատ ծանր լուր էր եւ ինձ այդ պահին համացանցում, որ տարածվեց, ինձ թվաց մի Արցախի չափ մի տարածք կորցրեցինք։ Երբ զգում ես, որ կա մեկը, որ անընդհատ կբարձրաձայնի այդ հարցերը իբրև համակարգ կգործի
անընդհատ այդ մարդկանց սրտի այդ հայրենանավեր մարդկանց սրտի խոսքը տեղ կհասցնի, միևնույն ժամանակ իր վրա կվերցնի բոլոր այս քաղաքենի աշխարհի հարվածները ու մեկ էլ հանկարծ մեծ դատարկություն է զգում, որ այսինքն լրացնող կարծես փոխարինող չկա, արդեն մնում է այդ ամբողջության ուսերին, մեր հավաքականության ուսերին, որովհետև իբրև կերպար կարծես թե արդեն լրացնող մեկը չենք տեսնում։ Այս տրամադրությունն էր, իհարկե կուզեի ասել, որ չգիտեմ, ելով կլինի այն մարդով, ասենք, այդ իր կարդացած այդ գիտելիքները կփոխանցի հենց այդ ռազմապարերի, այդ ազգային երգերի ֆոնի ներքո, որը էմոցիոնալ առումով ընկալելիությունը ավելի էր ուժեղացնում, ամրապնդում, հույս ունեմ, որ շարունակողները, Կարինի տղաները, մեր ընկերները, մենք ինքներս ինչ-որ կերպ պետք է կարողանանք այդ շղթան քաշել։ Իդեպ ասեմ, պատերազմի ժամանակ առիթներ է լինում, մենք իր հետ զրուցում էինք այդ պատմական հարցերի հետ կապված, հենց անմիջապես հետո, երբ որ ես ներկայացրեցի սցենարը պատերազմից հետո մեր մարտական ընկերներին, Կինոսյանը եւս խոսք ասեց ռազմապարերով ամփոփեցինք ու կարծես ինչ որ տենց ներքին կապ կար այս ֆիլմի կայացման հետ կապված նոր հարցեր էր լինում մենք նամակագրությամբ իրար այդպես ինչ որ պատմական նոր դրվագներ իրար փոխանցում էինք ինչ որ քննարկում էինք ի վերջո ասում եմ նրա համար այդ հերոսները ռանժպարների կանչի կամ մեր բոլոր այդ շրջան հերոսները կենթանի մարդիկ էին եւ ինքն էլ նրանցից մեկն էր հիմա այդ բացակայության պայմաններում շատ ավելի է զգացվում այդ պահը այն մարդն էր որը ճշմարտությունը վկայում ու բարձրաձայնում էր մշտապես օրինակ ես չեմ հիշում մեկ ուրիշին, որը բացահայտ ասում էր, որ Անդրանիկի շիրիմը եւ Վազգեն Սարգսյանի շիրիմները պետք է իրարից հեռացվեն։ Չի կարելի լեգենդին, այն մարդուն, որը սխրագործել է 30 տարի շարունակ մշտապես սրամերկ մխրճվելով այդ առաջնագծի թշնամու դիրքերը եւ ասենք ինչ որ պաշտոնյայի անկախ իր ունեցած վաստակից կամ ամեն ինչից, որը ամեն դեպքում գիտենք նաև այդ ամենաթողության տարիները չենք մոռացել կարող էր ասենք համեմատության մեջ մտնել ենթադրենք այն ժամանակվա նախարարներից մեկի հետ ասենք Ռուբեն Տերմինասյանի, Արամ Մանուկյանի, բայց ոչ այդ հսկայի հետ, որին բերեցին ուղակի երրորդ անգամ աճունը անհանգստացրեցին, բերեցին ուղակի ոնց որ ասած իջեցնելու իրենց մակարդակին։ Այդքան պարզ անմիջական ու բացահայտ ես չեմ պատկերացնում ավելի տենց հանրային մեկին, որ Հետևենք զարգացումներին, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, Դավիթ, շնորհակալ եմ այս փոքրիկ հաղորդման համար, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։